Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, Մերձավանում կատարված սպանության բացահայտման աշխատանքների վերաբերյալ հրավիրել ենք կարճ բրիֆինգի։ Նպատակը այն է, որ այս օրերի ընթացքում ներքին գործերի նախարարությունը զերծ է մնացել որևէ մեկնաբանություններ տալ բացահայտման աշխատանքների վերաբերյալ, ինչը պայմանավորված է հետագա հնարավոր սուր իրավիճակներից խուսափելու համար։ Լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին տարածվել, այդ պատճառով կցանկանայի որոշ մանրամասներ հայտնել, այս պահի դրությամբ հայտնի մանրամասներ թույլատրելի սահմաններում։ Ուրեմն սեպտեմբերի 23-ին 23:50-ի սահմաններում ոստիկանությունը ահազանգ է ստացվել, որ Մերձավանում հնչել են կրակոցներ։ Կարճ ժամանակ անց նաև հիվանդանոցից են ահազանգեր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 3 անձինք, 2-ը մահացել են, 1-ը վիրավոր վիճակում։ Ինչպես գիտեք, մահացածներից 1-ը համայնքապետն էր, իսկ մյուսը քրեական ոստիկանը։ Այս պահի դրությամբ կարող եմ նշել, որ ոստիկանության օպերատիվ խմբեր են անմիջապես մեկնել դեպքի վայր ներքին գործերի նախարարի գլխավորությամբ, ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ղեկավարել է ներքին գործերի նախարարը, օպերատիվ շտաբում ներգրաված են եղել ինչպես ներքին գործերի նախարարության, այնպես էլ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում ներքին գործերի նախարարության աշխատակիցները համագործակցելով իրավապահ գործընկեր մյուս կառույցների հետ, ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեի աշխատակիցների հետ ձեռնարկել են ծավալուն համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել 1 անձ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են քրեական օրենսգրքով արգելված արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, որոնք փորձ է արվել այրել։ Հայտնաբերվել է, կներեք, վերջում հարցերին կպատասխանեմ, հայտնաբերվել է նաև գիշերային տեսանելիության սարք։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ դեպքի ամբողջ հանգամանքները պարզելու ուղղությամբ, նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հաշվի առնելով նաև դեպքի հասարակական մեծ հնչողությունը, մենք պարբերաբար մեր գործընկերների հետ, քննչական կոմիտեի մասնավորապես գործընկերների հետ հանդես կգանք հայտարարություններով դեպքի առնչությամբ, բացահայտման առնչությամբ, այս պահի դրությամբ թույլատրելի հրապարակելիք պատկերը սա էր,